Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեծը ակտիվացել Զանգեզուրից է խոսում, փոքրը ռազմական արսենալն է համալրում։ Պակիստանի վարչապետին էր ընդունում անցած շաբաթ Էրդողանի ինկերակցությամբ, Լաչինում օդանավակայան բացում, արդեն երրորդը, իդեպ պատերազմից հետո։ Ավելի ուշ իմացանք, որ նա զենք է սպասում Պակիստանից, կործանիչների առաջին խմբականակը շուտով Բաքու կհասնի։ Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարարը, որ ապագայում հնարավոր է դրանց համատեղ արտադրությունը։ GF-17 կործանիչ ռմբակոծիչը Պակիստանի եւ Չինաստանի համատեղ մշակած ռազմական օդանավ է։ Չինաստանի ռազմաօդային ուժերը եւս համալրված են այդ օդանավերով։ Դրանց ձեռքբերման մասին ադրբեջանցիները խոսում են 21-ից։ Պակիստանի վարչապետ Շարիֆն Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսեց Պակիստանում 2 միլիարդ դոլարի ադրբեջանական ներդրումային ծրագրերի ու դրանց առնչվող համաձայնագրերի մասին։ Մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ընդհանուր առմամբ Ադրբեջանը կազմակերպել է մոտ 20, այսինքն 2 տասնյակ անհատական եւ համատեղ զորավարժություններ, ընդ որում զորավարժություններ կազմակերպվել են համատեղ հիմնականում թուրքական կողմի հետ, բայց ոչ միայն, նաեւ Պակիստանի հետ են կազմակերպվել, վերջերս նույնիսկ իրանական կողմի հետ զորավարժություններ տեղի ունեցել։ Ոստի Ադրբեջանը ակտիվորեն մարզումների եւ արժանքների մեջ է այդ տեսանկյունից, որը եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ իրենք շատ ավելի նպատակներ ունեն։ Պակիստանի վարչապետը հրճվանքով իր հիացմունքի մասին էլ հայտնեց, թե ինչպես է Ալիևը Արցախում մեջբերեմ խաղաղություն հաստատել։ Շարիֆը գիտի, թե ինչ խաղաղության մասին է խոսում, ինչ եղանակով է այդ խաղաղության կոչվածը հասել Ալիևը։ Շարիֆը գիտի, որ մինչև Արցախի հայաթափումը Ալիևը նույն Լաչինի բարձունքից ուղիղ սպառնում էր հայերին, հիշեցնում, որ այդ բարձունքից երևում են հայկական գյուղերը։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը եւ հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները եւ այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ, Լաչին քաղաքում։ Թող չմոռանան, որ այստեղից նաեւ երևում են Հայաստանի գյուղերը։ Հիմա Էրդողանն Ալիևից առաջ է Զանգեզուր կոչվածի մասին բարձրաձայնում իր ակնկալիքների մասին խոսում։ Բառացի ասած Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թուրքական աշխարհ Թուրքիայի միջոցով։ Այս անցուղու կարճ ժամանակում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները, Էրդողանի համոզմունքն է, եւ այստեղ նա հայացքը Իրանին է ուղղել։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը։ Զանգեզուրի միջանց կոչվող տերմինաբանությունը վերջին շրջանում ամենից ակտիվ է հենց թուրքական կողմն է օգտագործում։ Այդ հարցի հետ կապված ադրբեջանական ու թուրքական կողմերը ունեն ռազմական սցենար, ուղղակի այն դրված է դարակում, որպեսզի իրենց կարծիքով համապատասխան պահի կարողանան գործարկել։ Բաքվի սիրտը անխոչնդոտ առանց մաքսային հսկողության դեպի Նախիջևան ճանապարհ է ուզում։ Երևանը ինքնիշխանության մասին է խոսում, մերժում է միջանցքի տարբերակը։ Հոգ չէ, թե Էրդողանն ու Ալիևը որ դարակում ինչ են դասավորում։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորում պետք է արժանի պատասխան ստանա անկախ պաշտոնյայի դիրքից։ Նա նշել է, որ քաղաքապետարանը որոշ դեպքերում անհանգստություններ ունի, քանի որ նույնատիպ իրավիճակներում տարբեր իրավական մոտեցումներ են կիրառվում։ Կոստանյանի խոսքով կան դեպքեր, որտեղ իրենք համակարծիք են, սակայն կան նաև վիճահարույց իրավիճակներ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Աննալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առիթով։ Միրզոյանը գրել է X-ում. անկեղծորեն շնորհավորում եմ իմ սիրելի գործընկեր Աննալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առիթով եւ նրան հաջողություններ եմ մաղթում։ Անհամբեր սպասում եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրված Բերբոքին աջակցելուն, ՄԱԿ-ն ավելի ուժեղ եւ բազմակողմանի դարձնելու հարցում, գրել է Միրզոյանը։ Երևանի եւ Մադրիդ քաղաքների միջև գործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակում այցելել ենք Մադրիդ եւ հանդիպել Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեյդայի հետ։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Ավինյանը։ Համոզված ենք, որ այս գործընկերությունը կնպաստի երկու քաղաքների միջև փորձի փոխանակման ու համատեղ նոր ծրագրերի իրագործմանը, գրել է Ավինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին տեղեկացրել է, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից եւ դադարեցնում իր քաղաքական եւ կուսակցական գործունեությունը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին այցելել են ինժեներական քաղաք, տեղում ծանոթանալու բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտին։ Դեսպան Սոփանին կարևորել է Իրանի եւ Հայաստանի միջև շարունակական գործակցությունը, շնորհավորել բիզնես աքսելերատորի շենքի կառուցման ավարտի առթիվ նշելով, որ այն տեխնոլոգիական կարևորագույն կենտրոն է Հայաստանում։ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Իսմայել Բաղային հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունի որևէ փաստաթուղթ, որը պարունակում է ծայրահեղ կամ միակողմանի պահանջներ եւ անտեսում է իր ժողովրդի օրինական իրավունքները։ Նա ընդգծել է, որ Իրանի համար կարևոր է Ամերիկայի գործնական վարքագիծը, այլ ոչ միայն հայտարարությունները։ Բաղային նշել է, որ Իրանը չի վստահում պատժամիջոցների հնարավոր վերացման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններին, քանի դեռ չկա պաշտոնական եւ գործնական երաշխիք։ Պատժամիջոցների վերացումն ըստ նրա ցանկացած հնարավոր համաձայնագրի առանցքային պլանն է։ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլն անցել է կառուցողական մթնոլորտում։ Նրա տեղեկացման պատվիրակությունները համաձայնության են եկել շարունակել հանդիպման նախապատրաստական աշխատանքներն առաջնորդների մակարդակով։ Տեխնիկական մակարդակով աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին։ Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով հարվածել են Ուկրաինային Օդեսայում եւ Չերնիգովում հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր կան վիրավորներ, հայտնում են տեղական իշխանությունները։ Բալակլեայում զոհվել է 1 մարդ, Ուկրաինայի հարվածի հետևանքով Զապորոժիայի մարզում 600,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ ԱՄՆ-ն չի նախատեսում կրճատել իր ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևում։ Այս մասին Վիլնյուսում կայացած անվտանգության գագաթնաժողովից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ընդգծելով, որ Ամերիկան շարունակում է լիովին հավատարիմ մնալ դաշինքի 5-րդ հոդվածի իր պարտավորություններին։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան եւ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան եւս վստահեցրել են, որ Ամերիկայի զորքերի դուրսբերման վերաբերյալ տեղեկություններ չկան եւ ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում շարունակվում է համարվել հավաքական անվտանգության կարևոր բաղադրիչ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադառնալով ռուսական կողմից առաջարկվող հուշագրին հայտարարել է. «Ես չեմ տեսել ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ ռուսական հուշագիրը, բայց հետախուզական աղբյուրներից ստացած տվյալների համաձայն այն ավելի շատ հիշեցնում է վերջնագիր, ոչ թե իրական խաղաղության առաջարկ։ Եթե այդ փաստաթուղթը ներառում է Ղրիմի, Դոնբասի, Զապորոժիայի եւ Խերսոնի միջազգային ճանաչում որպես Ռուսաստանի մաս, Ուկրաինայի զինուժի դուրսբերում այդ տարածքներից մեր չեզոքությունը, պատժամիջոցների չեղարկումն ու հրաժարումը նորերից, ապա խաղաղության մասին չէ, դա հանձնում է»։ Եմենի ապստամբական Անսար Ալլահ շարժման հուսիթները Զուլֆիկար տիպի բալիստիկ հրթիռներով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Ապստամբ ուժերի խոսնակ Յահյա Սարիան հաղորդել է, որ գործողությունը պսակվել է հաջողությամբ։ Հարձակման հետևանքով օդանավակայանի գործունեությունը կասեցվել է։ Հուսիթները հայտարարել են նաև Իսրայելի Հայֆա նավահանգստի շրջափակում սահմանելու մտադրության մասին։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է, որ Կիևը հրավիրվել է ՆԱՏՕ-ի հունիսի 24-ից 25-ը Հաագայում կայանալիք գագաթնաժողովին։ Նրա խոսքով դա կարևոր քայլ է եւ հանդիպմանը քննարկվել է նաեւ Ուկրաինային տրվող պաշտպանական աջակցությունը։ Զելենսկին ընդգծել է, որ Կիևը կենտրոնանում է հրթիռների հեռահարության ավելացման վրա։ Նա չի հստակեցրել Ուկրաինայի ներկայացվածության ձևաչափը, բայց նշել է, որ արտգործնախարար Անդրեյ Սիբիգան կքննարկի ենթակառուցվածքների հարցը գործընկերների հետ։ Հնդկաստանը եւ Եվրասիական տնտեսական միությունը ԵԱՏՄ-ն այս տարի կսկսեն բանակցություններ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևը։ Նախաձեռնությունը նպատակ ունի խորացնել տնտեսական կապերը, ստեղծել ընդհանուր ֆինանսական շուկա եւ անկախ վճարային համակարգ։ Էմանուել Մակրոնի թանգարանից գողացված մոմե արձանը ակտիվիստները տեղադրել են Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ի նշան բողոքի Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջև առկա տնտեսական կապերի դեմ։ Ռուսական ավիացիայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանն է անդրադարձել Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասկը X-ի իր էջում մեկնաբանելով կատարվածը Մասկը նշել է, որ ԱԹՍ-ները պատերազմի ապագան են, ինքնաթիռները ոչ։ Ուկրաինայի իրականացրած հարձակումը պատերազմի պատմության մեջ Մասկը շրջադարձային է որակել ու նկատել, որ Ռուսաստանի տարածքում տեղակայված հարյուրավոր անօդաչու սարքերին հաջողվել է ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա հարվածել ավելի քան 40 ինքնաթիռ։ $1 միլիոն պակաս արժեցող ԱԹՍ-ներն ավելի
քան $1 միլիարդ վնաս են պատճառել։ Բիլ Գեյթսը հայտարարել է, որ իր հարստության հիմնական մասը կտրամադրվի Աֆրիկային առաջիկա 20 տարիների ընթացքում։ Եթովպիայի Ադիս Աբեբայում կայացած իր ելույթում նա նշել է, որ ֆինանսավորումը կիրականացվի Bill եւ Melinda Gates հիմնադրամի միջոցով։ Նախապես հայտարարված ծրագրի համաձայն մինչև 2045 թվականը հիմնադրամը $200 միլիարդ կհատկացնի տարբեր նախաձեռնությունների համար։ Գեյթսի կարողությունը այժմ կազմում է $175 միլիարդ եւ նա աշխարհի 5-րդ ամենահարուստ մարդն է։ Թուրքիայում ուժգին 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, տուժել է 69 մարդ, 14-ամյա մի երեխա խուճապային նոպայի հետևանքով մահացել է։